Ժողովրդյան, ինչպես երեք խոսք է տվել այսօր էֆիրը կլինի, եթերը մենք ունենք այսօր զրուցելու բան, մի քանի թեմաներ, եւ մի րոպե մինչև ժողովուրդը հավաքվի, մի քանի բան ասեմ, մինչև հավաքվեն, հա։ Ես շատ զբաղված եմ դրա համար հիմա քիչ եմ մտնում էֆիր, ժողովրդյան։ Դրա համար ներողություն եմ խնդրում, չեմ կարողանում շատ մտնել էֆիր անցյալի պես, բայց հավատացեք իմ գործերով չեմ։ Շատ բաներ արվում Հայաստանի համար ստեղից, Եվրոպայից։ Եվ ստացվում է փառքասու։ Լավ, սկսենք թեմաները, թեթև թեմաներից, դրանց թեթև չասեմ, ինչ ասեմ, են մասկեքով, որ կանգնած էին, զենքով, բանով, արա, Քարաբաղցի աղբյուրներ, այդ ուր եք արա դուք։ Պատերազմի բախտ ուր եք արա։ Մի անգամ ասել եմ, հիմա էլ ասեմ, որ այս Մարտունի հրամանատարին ուղարկում է օգնություն Երևանից մեքենաներով գալիս էր, երկրորդ օգնությունը ասես գոր կալոնան հետ ֆրծրա հետ տար, Ստեփանակերտ մտնում է կորում է, այդ կորցնողները դուք եք, տղա եք տեղներիդ ասեք, երեսներիդ բացեք մի հատ, դա տենանք ով եք արա, են մամայի յուբկի տակ եք սենց սախյանքները բան արել, ապրել, վաղցածներ, մենք Նիկոլին սենց բան դուք իշ կարական եք, անող եք, ընդեկ անեիք, Հայաստանից տղեկն էին էտում զովում, թրրացներ, բանը մտել են Կրեմլի ագենտները, այսօր փաստեղա, որ Տաշիրը FSB-ի աշխատողը, են մեկը Վիլսոնի թղթով վազվզում էր բան, դուս եկա FSB-ի աշխատողը, են մեկը, արա հասկացանք, դա հանգստացեք, չի ստացվելու ձեր մոտ էլ, վсё, մոռացեք, այս Հայաստանը, են Հայաստանը էլ չի դառնա, մոռացեք, այս Հայաստանը լրիվ ուրիշ է, այս ժողովուրդը ազատության հոտ է ազգացել, ազատության համ է ազգացել, այս ժողովուրդը տեսնում է, չերես ազատություն, ինչ է կատարվում Հայաստանում, բանակի մասին մի քիչ ուշ կասեմ ես, 16 միլիարդ ներդրում է եկել Հայաստան, տես բաներ տեսել, սկիմի միլիարդեր տեսել, հա, իմ ժողովուրդը ազատության համ ազգաց, հազիվ, ու ձեր հերը անիծելու ենք, դուք էլ ձեր այդ մի հատ ավտոյի պագրիշկա եք փոխում պլոսկի տելևիզոր եք առնում բան, դրա պատճառով Հայաստան եք վաճառում, էլ չի ստացվի, սաղը նստելու եք, ու բերթերում ձեզնից շատ ժոսկի սպրոս առնելու, գողերը պրագոն են արել, հլը տեսեք այդ գողերի օրը ինչ անգնում, գողերը ասում է պրագոն են արել, որ ձայները Տաշիր Սամոյին տան, լուրջ արա, հետ ով էր այդ գողը, անունները ասեք, գողերը, տենց եք ապրել, տենց են դաստիրակ է, կինոներով, մաֆիա, գող, բան, սենց ենենց, որ հա գողը ավտարիցիտ դառնա Հայաստանի համար, չի դառնա, վերջացավ, այդ ժամանակները վերջացավ, Հայաստանում հեղինակավոր մարդը հիմա դառնալու է գիտնականը, սովորող երեխեն, ինչ-որ բանի հասած մարդը, գող էլ չի դառնալու, ավտորիտետ, եղավ, հետ իմացեք, ու ամսի 7-ից հետո դուք կտեսնեք ինչա կատարվելու, այդ պրագոն անողների հետ, լավ, ժողովուրդ, մա խոսանք լավ նորություններից, դուք հիշում եք ես ձեզ ասում էի, որ ռազմավարությունից լավ լուրեր կան, լավ նորություններ կան, ուղղակի ես ասում եմ, որ լավը կա, բայց իրավունք չունեմ, չեմ կարող դեռ ասել, հա, դուք տեսակ, որ խոսած նախարարը Մխիթար Հայրապետյանը ես տղավոր եմ ասում, էլի ես իրա ցավը տանեմ, ես բոլորին ասում եմ իրան պատպիսկա եղեք ժողովուրդ, ինձ թվում է այդ մարդը չի քնում, իրոք չի քնում, 24 ժամ աշխատում է, ու այնքան բան արեց, իրանից առաջ Ռուբեն Մեխրիաբյանը արեց, հետո այս մարդիկ կան, որ իրանց տեղում են, Արադ Միրզոյանը, որ իրա տեղում է, կան նախարարներ իրանց տեղում են ու աշխատում են,
ու ոնց են աշխատում։ Հայաստանի Հանրապետությունը սկսել է էքսպորտ անել զինամթերք, զենք։ Ու խոսքը ավտոմատի մասին չի։ Շատ լուրջ զենք է։ Երկու երկիր արդեն ուղարկում է։ Հələ մի քանի հատ էլ կան, դեռ բանակցությունն է гնում, որ այդ զենքը պետք է մի քանի երկիր էլ գնա։ Մենք այնքան հզոր զենքեր ունենք։ Որ ասում է, что вторая база российская снесем одним ударом։ Ես գիտեի խի է ասում։ Այսօրվա նորությունները ձեզ ապացուցեցին դա։ Հայաստանը էլ զենք չի խնդրում, չի աղաչում։ Իհարկե առնելու են ուրիշ տեղից լույցել, դիվերսիֆիկացիա դա նորմալն է։ Բայց դուք հասկանում եք, մեր երկիրը սկսել է զենք արտադրել, ունեն զենք, որ ուրիշ պետություններ ու պետությունների անունը չի տրվում, ես գիտեմ, որ պետություններն են, ժողովուրդ ջան, անունները չեմ տալիս։ Բայց հավատացեք, վերջին պետությունը չեն աշխարհում, Հայաստանի զենք են առնում։ Հասկանում եք։ Հիմա ինչ, թողենք գնանք էլի այն ռուսական երկաթներին, այն զենք էլ չէր ասի, երկաթներ կասեիր։ Հա։ Որ դու տունը մի հատ պլոսկի տելևիզոր ունենաս, արա։ Երեխուդ ապագան դնում ես սեղանին։ Մի հատ 20,000 դրամով, 5,000 դրամով։ Հայաստանի էկոնոմիկայից խոսանք։ Ժողովուրդ ջան, ես նոր ստատուս գրեցի, շատերը տեսել եք երևի, բայց նորից ասեմ, որևէ երկիրն է արդեն Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում։ Ֆուրերը Հայաստանից շարժվում են դեպի այդ կողմ։ Վերջինը Սիրիան էր։ Մենք էլ այն երկիրը չենք, որ մենք ենք խնդրում ենք, պրիզնայեցի գնացիր, մի քիչ փող ուղարկեք, Խոփանչին գնացել է ասֆալտափռում 5,000 ռուբլի փող ուղարկեց, ընտանիք ապրում է, չէ։ Հիմա ռուս գաստարբայտերները գալիս են մեր մոտ աշխատեն։ Այդ երկիրն ենք դարել։ Ու դա գնահատեք։ Այսինչ ասում եմ, քորչեք, բոլորդ գիտեք, որ դա ճիշտ է։ Ամեն քայլին ռուս եք տեսնում, կաֆեներում ռուս աշխատող եք տեսնում, շինարարությունում ռուս աշխատող եք տեսնում։ Երբ է տենց բան եղել։ Ով կգար Հայաստան։ Հետո ոնց որ Տաջիկստան գնաս աշխատես։ Մեծ հարգանքով տաջիկներին, բայց իրանց էկոնոմիկան այն վիճակում է, որ իսկ մենք հասանք նրան, որ մեր մոտ Ռուսաստանից գաստարբայտի 350,000 մարդ է արդեն Ռուսաստանից։ Մտնում ես մի հատ խուլ գյուղ, լորի մարզում խուլ գյուղ։ Այն մարդ ռուսներն ապրում աշխատում են բան պարնիկում։ Հասել ենք դրան։ Իմ դվայրնի քուրիկը Ռուսաստանում ռեստորաններ ունի, բնակարաններ ունի, բան։ Հիմա Ռուսաստանում ոչ բան չի ծախվում, ասում է մի հատ զանգ չեք, ես աղ դրել ենք վաճառքի, մի հատ զանգ չի գալի։ Ասում է տես թողում ենք գանք Հայաստան, էլ վсё։ Հա, ոնց որ ժամանակին Ռուսաստան եք գնացել 0-ի վրա։ Ոչ լեզու, ոչ դոկումենտ, ոչ բան։ Դուք Հայաստանի քաղաքացի եք, եթե չեք էլ Հայաստանի քաղաքացի, դուք շատ արագ կստանաք Հայաստանի քաղաքացիությունը, որովհետև դուք հայ եք։ Այդ հարցերը, եթե հայ եք, Հայաստանում շատ արագ է լուծվում։ Այդ 0-ի վրա եկեք, Հայաստանում սկսեք։ Հիմա մեր տնտեսությունը այն վիճակում է, որ բոլորին աշխատանք կա։ Տասնյակ հազար հնդիկ է աշխատում, հայ աշխատող չկա։ Հավատացեք, ձեզ կվերցնեն գործի։ Ու աշխատավարձները, եթե դուք ինչ-որ մասնագիտություն ունեք, Ռուսաստանից բարձր են այսօրվա օրով։ Մենք այդ երկիրն ենք դառնում, դարել ենք արդեն, գնալով աճելու ենք։ Այսօր գերմանական բանում թերթում կարդում եմ, որ Հայաստանը դառնում է Կովկասի Սինգապուրը։ Գերմանական թերթը, причем официальный, Deutsche Welle, ինքը ստից բան չի գրի։ Դա շատ լուրջ թերթ է։ Գրել է։ Հպարտացեք, հիմա սենց մանեկեք։ Ու ինձ մի գրեք, պարոն Ամատունի աշխատանք եմ ման գալի, պարոն Ամատունին չի օգնի աշխատանքով, մոռացեք դա, որովհետև ես արդեն 100 անգամ տեսել եմ, որ աշխատող մարդը, աշխատանք փնտրողը, պարոն Ամատունին չի դիմում, մի անգամից գործը գտնում է։ Աշխատանք կա, ու կարաք աշխատեք։ Ես ծանոթներ ունեմ, ժողովուրդ ջան, որ սա կյանքը աշխատել են, բայց սենց հազիվ էլի, սենց կտոր հացը հասնում են, որ մի ձև աշխատեն բան անեն։ Ջայլ երեխեք են, կինը 25 տարեկան է, ամուսինը 28 տարեկան է, սենց։ Մարդ ես վերջ 2 տարվա մեջ մեքենա առան,
տունը ռեմոնտ արեցին, բան արեցին, երկուսն էլ աշխատում են։ Չէ՞ այլ երեխեք։ Причем մինիստրը չեն աշխատում, Այդ Հայաստանը, հա, պետք է սիրենք մենք, գնահատենք, իրար լավ վերաբերվենք, որովհետև sense մենք սովոր ենք փնչալ իրար վրա։ Արասաղ վատ, ինչն է վատ, ինչներս է պակաս։ Համեմատենք նրա հետ ու հիմա։ Մի հատ էլ հարց տվեցին Ժողովուրդ ջան, ինձ բանը ես ասել եմ, որ էֆիրներից տակ ես կոմենտները բոլորը կարդում եմ, հետո էֆիրից հետո ես բոլորը կարդում եմ։ Հիմա էֆիրի ժամանակ չեմ կարդում, բայց հետո կարդում եմ։ Այդ հարցին պատասխանեմ։ Մի հատ մարդ էր գրել, պարոն Ամատունի, վերջի հարվածը մենք հասցնելու ենք, թե չէ։ Ասեմ, մեր վերջի հարվածը կլինի, երբ որ մեր էկոնոմիկան լավը կլինի, մեր տնտեսությունը շատ կզարգանա, մեր բանակը հզոր կլինի, մեր թոշակները բարձր կլինեն, Հայաստանի ճանապարհները լրիվ կլինեն, դպրոցները լրիվ սարքված կլինեն, եւ այլ, այդ կլինի մեր վերջի հարվածը։ Չուզողներ, որովհետև շատ ունենք։ Մի քանի երկիր է այս աշխարհում, որոնք մեզ ուզում են։ Մնացածին մենք կանք մեկ ենք, ոնց որ իսպանացին են ասում, me da igual, մեկ է Հայաստանը կբարձրանա թե չէ։ Իսկ լիքը երկիր կա չուզողը։ Այդ չուզողներին այդ հարվածը դա է լինելու։ Որ մենք հզոր տնտեսություն ունենանք, հզոր բանակ ունենանք, մեծ աշխատավարձներ լինի, թոշակը բարձրանա, տարի բարձրանա։ Որ ռուսների ձեռից մեր էլեկտրոցանցները խլեցինք։ Չխլեցինք, հետ բերինք, ինչ խլել, մեր ձեռից էին խլել, հետ բերինք։ Ու մնացածը պետք է հետ բերվի։ Այդ կլինի մեր վերջի հարվածը, ամենաուժեղ հարվածը, Ժողովուրդ ջան։ Իսկ պատերազմի մասին մոռացեք, չի լինելու պատերազմ։ Նստած Բրյուսելում գոռալ մենք պետք է հաղթենք, աչքից դեմ շոկը ինքը ալերգիա ուներ շոկոլադի։ Իրան վայնկամատ որ կանչեցին, ինքը շոկոլադ մի ցելի պլիտկա կերավ ու գնաց վայնկամատ, ընդ վատացած կորով են տարել։ Ու այդ մարդը հիմա Բրյուսելում նստած գրում է կոմենտներում, մենք պետք է կռվենք, մենք պետք է հետ բերենք Ղարաբաղը։ Ահա։ Հաստատ քույսին էինք։ Ինչը Հա, մի հատ էլ բան, Ժողովուրդ ջան, շատ մարդ է բանում, գրում, թե կոմենտներում, թե ինձ պրիվատում բան, ձեր տեխնացիոնը դրեք, որ վարչապետ դառնաք, պարոն Ամատունի, կուսակցություն ստեղծեք, վարչապետ դառնաք եւ այլն։ Ժողովուրդ ջան, եկեք պատկերացնենք սենց սիտուացիա։ Ես ստեղծել եմ այդ կուսակցություն ու սենց ստացվեց ես հաղթեցի։ Հա, հիմա վարչապետը ես եմ։ Ինչ է անելու։ Դպրոցներն էի սարքելու, մանկապարտեզները, ճանապարհները, բանակները ուժեղացնելու, դասից ֆինանս էի բերելու Հայաստան։ Չէ՞։ Թոշակ էի բարձրացնելու։ Այ մարդը անում է, նույն բանը ես էի անելու, էլ ինչ տարբերություն։ Մարդը անում է։ Հա, մի հատ տարբերությունը կլներ, ես մի քիչ ավելի կոպիտ եմ, ես մի քիչ ավելի ժոստիկ եմ, ժոստիկ աշխատեի դատական համակարգի հետ, բայց ես գիտեմ, ես ինսայդ եմ ասում, ես գիտեմ հենց ներսի խոսակցությունները, շփվել եմ, բան հունիսից հետո ամեն ինչը շատ է կոպիտ դառնալու, այդ թե դատական համակարգի հանդեպ, թե մնացածի հանդեպ։ Քոչո, Սերժիկ, Դոդի Գագո, դեմ գիտեմ ասում արա, Դոդի Գագո, Գողեր Պրագոնանող, Տաշիր Սամո, Դուք չեք պատկերացնում ինչ օրն եք ընդունելու։ Ու այս ամեն ինչը որ ասեցի Ժողովուրդ ջան, հունիսի 7-ին դուք ու ես եմ որոշում այս ընտրություններին, այդ Հայաստանի ապագան լինելու է թե չէ։ Մենք ցույց ենք տվել, որ մենք ազատ ազգ ենք, հիմա սաղ աշխարհը մեզ է նայում։ Դուք տեսաք համարյա 50 լիդեր երկրներից եկան Հայաստան։
Кому эти армяне нужны? Ты сэр, кому нужны, ай ублюдок. Ունիսի 7-ին այդ որ շարունակվի։ Մենք պետք է անենք։ Ու անելու ենք։ Ոչ ոք թե չկասկածի։ Ես ձեզ սիրում եմ, բոլորիդ գրկում եմ, ճիշտ ընտրություն ենք անում։ Նիկոլ Փաշինյան